Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Այսօր սիրով հյուրընկալել եմ հնագույն քաղաքակրթությունների անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանին։ Նա շատ կարևոր եւ միևնույն ժամանակ շատ հետաքրքիր ասելիքով է եկել։ Մնացեք մեզ հետ։ Տարին թամամվեց, աղբեր ջան, ոնց բացատրես։ Ուզում եք ասել ամեն ինչ կորած չէ։ Իհարկե երբեք չի կորում, ոչինչ չի կարող կորել։ Մենք էլ այս ժամանակվա կարևոր այդ փոփոխության ժամանակաշրջանի հենց կենտրոնում ենք այսօր։ Կենտրոնում ենք եւ խնդիրը մեր վրա է, որովհետեւ մենք վերադարձնենք կորուսյալ աստղային կապը, գաղափարը։ Հայոց աշխարհ դարձավ օրրոց, հա։ Ջոջպապ ծնավ զիմ պալուծոց, վերընտկալին վերաստեղոց։ Ուրեմն կվերադառնա այդ գիտելիքը մեզ։ Այսինքն եկել է վերաբացվելու շրջանը, Վերակայման, վերաբացման, այո։ Բանալին հայոց ձեռն է։ Նույնիսկ նույն ձևով կարող է գալ թշնամու ավարտը։ Բա ինչու է այդ ամեն ինչը անում։ Բա ուշտապում ու սխալներ է գործում, բայց այդ հայ ազգը հազարամյակներ պահել է իր ծոցում։ Պատկերացնում ես, որտեղից ոնց է այդ հրաշքը բերել հասցրել մեզ։ Ինչ է գրված Հայաստանի ճակատագրի մասին Աստղազարդ երկնքում։ Ճակատագիրը մեր ձեռքումն է։ Ինքը բերել մեզ այսօր հասցրել է։ Բարև ձեզ, պարոն Գևորգյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրեցիք եւ այսօր իմ հյուրն եք։ Ես եմ շնորհակալ։ Հետաքրքիր թեմաներով ենք այսօր խոսելու։ Նախ եւ առաջ ուզում եմ լսել այսօրվա ձեր գնահատականը, ինչպիսի պատմական եւ հոգեվոր շրջափուլի մեջ ենք այսօր մենք ազգովի։ Ուրեմն ամբողջ աշխարհն է այդ պատմական շրջափուլի մեջ, որտեղ աշխարհը կորցրել է իրեն գաղափարը, այն ինչի վրա ինքը հիմնավորվել է ժամանակին, այս գաղափարը արդեն բանի պետք չի, սենց ասենք էլի։ Ու նոր հայացք պետք է դիտել դեպի տիեզերք, պետք է տիեզերքի կապն է կորցրել մի խոսքով։ Այս վերջի ժամանակա մի քանի հազար տարին ինքը այդ տիեզերքի կապը կորցրեց, հնագույն այդ ժամանակները մարդիկ այդ տիեզերական օրենսդրությամբ էին ուրեմն ապրում, հա, հետո այդ կորցրեցին, հիմա դրա համար աշխարհը խառնվել է իրար, էլի։ Հիմա էլ ենք դեռևս այդ կորցրած փուլի մեջ ենք, այս շրջափուլն է։ Արդեն մի քանի հազար տարի է, սա վերջն է, եւ այս վայրի վերումները կործանարար որ թվում է թե արդեն մարդկությունը վերջանալու է, հենց ինքը ինքնամաքրման է բերելու մարդկությանը, որտեղ պետք է մարդու տիեզերական ուրեմն բանը պետք է կապը վերականգնվի։ Այնինչ նա կորցրել է, նա պետք է հետ բերի, այլապես ինքը դառնում է ուրեմն անպիտան մի երևույթ, հա, տիեզերքի ուրեմն նկատառումներով եւ բարձր որ որևէ անպիտան իր կամ երևույթ կենսություն արդեն չեղարկվելու է։ Մինչև նկարահանումը ասացիք, որ հայերի համար աստեղային ժամը սկսվել է։ Այո, դա Փարիզբուն իմաստով է սկսվել, ինչու որտեղ հայկը տուն է վերադարձել։ Դա աստղային հստակ դրույթ է, այնտեղ որտեղ գտնվում է հայկը այսօր, դա մեկ հայկի շրջապտույտն է, իրեն ամենաբարձրագույն կետին է, հիմնակետին է ինքը եկել, դա հայկական ուրեմն տոմարագիտական եւ աստղային լեզվով կոչվում է տուն։ Աստղը երբ որ գալիս է այն հիմնակետը, որը իրեն ուրեմն այդ առաջնային հղման զրոյական դիրքն է, դա կոչվում է ուրեմն հենց աստղային տուն։ Տուն է վերադարձել հայկը եւ այդ տունը մենք պետք է տոնակատարություն անենք, տոն անենք։ Մենք հաղորդման վերջում մեր բոլոր այն հետևորդներին, ում հետաքրքրում է հայկի տոնը, Նավասարդը, օգոստոսի 11-ը, մենք հաղորդման վերջին հատվածում կխոսենք, կասենք երբ ենք լինելու զորաց քարերում, ինչպես է անցնելու եւ ինչպես կարող են միանալ մեզ, որպիսի միասին նշել այս համահայկական ու համաազգային այս գեղեցիկ տոնը, հայկին ինչպես ենք մենք տեսնելու Աստղազարդ երկնքում, ինչպես է երկնքի դարպասները բացվելու եւ հայկը ինչպես է մեզ ողջունելու։ Այս ամենի մասին սրտատրոփ սպասեք հաղորդման վերջում այդ բոլորի պատասխանները Վազգեն Գևորգյանը տալու է։ Պարոն Գևորգյան,
Խոսում ենք հոգևոր կապի կորցրած լինելու մասին։ Երբ այսօրվա օրերը դուք փորձում եք զննել եւ խորությունը հասկանալ, ինչ եք հասկանում։ Միթե մարդը այսօրվա հայը առավել եւս կարող է հայկի հետ կապը հեշտ ձևով գոնե վերականգնել եւ վերադառնալ ինքն իրեն մարդը այսօրվա։ Իհարկե կարող է, հստակ կարող է, որովհետև իրեն գենետիկ չէ, այդ կոդի մեջ է, չէ, այդ ամեն ինչ, չէ, իր գենետիկայի ծինի մեջ է, չէ, ամեն ինչը գտնվում։ Փոքր ինչ, մարդը օրինակ հայկական երաժշտություն լսելուց ինքը պետք է հասկանա ինչ է իր հետ կատարվում, բոլոր ազգերի երաժշտությունները լսում ես, ուրախանում ես, գուցե եւ հուզվում ես, բայց երբ որ հայկական մաքուր երաժշտություն ես լսում, ասենք շարականներ, չէ, կամ մաքրամաքուր ժողովրդական կոմիտաս երաժշտություն քո մոտ ինչ որ մի բան ներսում սկսում է շարժվել, դա ուրեմն թրթռալ, հա, դա ինչն է, այդ ռեզոնանս, որ ասում են, այդ DNT-ի, այդ քո հայկականության ռեզոնանսն է, այդ թրթիռն է, որ ամբողջովին ցնցում է քո ներաշխարհը։ Սա է։ Հիմա որ ասում են կարող է գտնել, այո, գուցե գիտակցության մեջ ինքը կորուստ է ունեցել, հա, բայց իրեն ներքին ներաշխարհը հիշում է դեռ, հա, որովհետև չի կարող չի հիշել, հասկանում եք։ Ուզում եք ասել ամեն ինչ կորած չէ։ Իհարկե երբեք չի կորում, ոչինչ չի կարող կորել։ Այս տեզերքում ոչ մի բան Արեգ ջան չի կորում։ Եվ Մարդու հիշողությունը կարա կորի, չէ՞, բայց ուզում եք ասել, որ այդ կապը մոտ է վերականգնվելուն։ Իհարկե։ Ասում եք, որ հազարամյակներով կապը կտրված է եղել։ Եթե կապը կտրված է եղել, մարդկությունը տիեզերական ինչպիսի համակարգի ազդեցության տակ է ապրել։ Մտածածին, ուրեմն օտարները այս աշխարհի տեսականը վերցրել են իրենց իմացածով, չիմացածով, ուրեմն դրել են ինչ-որ օրենքներ անմարդկային, հա, տիեզերքից դուրս, հա, տեղական, հա, ազգային, ասենք, իրենց ուրեմն համար հարմար, ոնց ասեմ, հա, եւ դրանով փորձել են այդ քաղաքական բանն է, էլի դաշնա, երբ որ դուք քաղաքական նպատակներին հետևելով ինչ-որ մի բան դնում ես, ինչ-որ օրենքներ ես հնարում, հա, մտածածին դրա համար էլ ասում եմ, հնարովի, հա, ու դա կարողանում ես նաև ուրեմն պարտադրել օտարներին, էլի, այսինքն այն ժողովուրդներին, որոնք քո կողքին են ապրում եւ պետք է այս ժողովուրդներին վերել այս դաշտ։ Սա է կատարվել 4000 տարի, նորից եմ ասում։ Սակայն այն, որ ասում ենք մենք կորցրել ենք, մեր մեծերը համենայն դեպս այդ դարեր շարունակ, հազարամյակներ շարունակ, դրա մասին խոսացել են, մենք ենք անուշադիր եղել, էլի։ Դրա համար կառուցվեց հետագայում մենք գանք, հա, ասենք վերջին ժամանակները, որտեղ դա մեզնից այնքան էլ հեռու չի, Նարեկյան դպրոցը, չէ, աստղային դպրոցը, չէ, վերակառուցվեց։ Իրանից առաջ եւ ինքը ամենահզոր ուրեմն առաջնորդը դարձավ Գրիգոր Նարեկացին, որ հիմնարկեց այդ ուրեմն ինչ ասեմ, ֆանտաստիկ Նարեկյան դպրոցը։ Տիեզերական դպրոց է հիմնարկել մարդը, հասկանում եք։ Պարոն Գևորգյան, եթե այս կարևոր առաքելությունը, այս կարևոր գիտությունը Արարչի կողմից տրված է եղել մեզ, մենք դարերով պահել ենք, օգտագործել ենք, կիրառել ենք, ինչպես չկարողացանք այնքան ուժեղ լինել, որպեսզի պահպանեինք եւ մեզ փոխանցեին ու մենք էլ այսօր փոխանցելու բան ունենայինք սերունդներին։ Այդ կապը հայի կողմից կտրվեց, թե օտարի կողմից կտրեցին ու մենք ի վիճակի չեղանք դա վերականգնել։ Այո, ուրեմն դա նախ պարտադրանք էր եւ միշտ քաղաքական ուրեմն ուժերը քաղաքականությունը նաև ազդում է մեր քաղաքական դաշտի վրա, չէ՞, միշտ քաղաքական ուժերը ասում են նրանք ուժեղ են, գնանք նրանց կողմը, չէ՞, բայց հոգևոր աշխարհը միշտ պահպանել է։ Փառք Աստծո, ոնց որ ասում են, հայոց միտքը միշտ այդ հոգևոր անհատների պակասը չի ունեցել, հասկանում եք, որոնք այդ ամեն ինչը պահպանել են։ Հիմա մենք անուշադիր ենք, ուղղակի չենք անդրադառնում, բայց երբ որ վեր ես հանում նրանց այդ արդիվ ասվածները,
կատարումները տեսնում ես, որ երբեք մենք չենք կորցրել։ Նույնիսկ հիմա, այն որ մենք գնում ենք, չէ, այդ պատկերացնում եք Տաթևիսյունը, ասենք, ինչեր է խոսում, ինչեր է պատմում, չէ։ Գիծողի համար է պատմում իմիջայլոց, էլի։ Այն գիծողները կառուցել են կենտրոնագմբեթները, Տաթևիսյունը, Քարահունջը, Մեծամորը եւ այլն, հա։ Պետք է կարդալ, որովհետեւ գրքերը չկան, թվում է թե չկան, հա, աստղագիտական այդ գրքերը, տիեզերական այդ գրքերը թվում է թե չկան։ Այն ներառված են նրանց ուրեմն գիտակցության մեջ։ Եթե կարդացիր այդ քարի գիտակցությունը ինչ է, ինքը ուղղակի քար նայեցիր, քարել կլինի, չէ՞։ Իսկ եթե նրան որպես գիտություն նայես, կհասկանաս, հենց այդ ձևով փոխանցումը կատարվեց, այդ կերպ եղավ։ Երբ նրանք փոխանցեն, նրանք գիտեին, նրանք լավ գիտեին, որ գալու է ժամանակաշրջան մարդիկ կորցնելու են, փակվելու են դպրոցները, չեն լինելու այդ արհեստավարժները, որոնք այդ ամեն ինչի իմացյալներն են, բայց կգա ժամանակ, հա, որ նորեն մեկը կգնա կտեսնի, հետո նկատառի մնացած ուրեմն ճարտարապետական կառույցները, որ այդ հիմքերով են կառուցված եւ կվերաբացվի այդ գիտելիքը, ուրեմն կվերադառնա այդ գիտելիքը մեզ։ Այսինքն եկել է վերաբացվելու շրջանը, Վերակայման, վերաբացման, այո։ Ձեր տրամադրությունը այդ առումով ինչ զգացողություններով է լցված։ Դե ոնց ասեմ, Արեգ ջան, ես ամեն մարդ իրեն կյանքում ուզում է մի նենց գործ անի, որպեսզի այդ գործը բոլորին բերի ստափություն, չէ, արթնացում, չէ։ Հիմա իմ նպատակը դա է։ Դուք տարիներ շարունակ դրանով եք զբաղված եւ ձեր ուսումնասիրությունների առանցքը հենց դա է եւ այսօր կարելի է ասել, որ եկել է պտուղները, բերքերը հավաքելու ժամանակը, այո։ Այդ վեհ ու վսեմ զգացողությունը հատկապես արտահայտվելու է նաև մեր հետևորդներին էլ ասենք, որ օգոստոսի 11-ին։ Այո։ Հայկին ողջունելու օրը։ Այո, նորից կրկնեմ, Հայկը տուն է եկել։ Դա պատահականություն չի, որովհետև Հայկը պետք է տուն գար, հետո մենք դիտարկեինք նրա այսօրվա տեղը, այսպես ասեմ, կայացման տեղը ու զարմանայինք, որ դա հենց այդ աղբան հիմնակետն է ընդհանուր պրոցեսիոն ժամանակաշրջանի։ Սա ֆանտաստիկ բան է, որ մասնագետները հասկանում են, սա ֆանտաստիկա է, հասկանում եք, զարմանահրաշ բան է, ոնց կարելի է այդպես գիտելիքներ ունենալ, հա, ոչ մի ազգային կառույց չունի ներառված իրեն մեջ այս գիտելիքները, իմիջայլոց հնագույն քաղաքակրթությունների մոտ եղել է, իսկ ես նոր ասելով, ես 2-3 հազար տարվա մեջ արդեն կորցրած է եղել, որտեղ ասենք Անկոր Վատա, Եգիպտոսա եւ այլն, ինչ-որ մի ժամանակ ինչ-որ մարդիկ բերել են, կառուցել են այդ հզոր քաղաքակրթությունը, ասենք, այն Պորտասարը, չէ՞, 12000 տարի առաջ կառուցել են աստղային կառույցներ, մարդիկ։ Սա մինչև հիմա բաց է մնացել, թե այս ովքեր են եղել։ Գիտաֆանտաստիկա է սա։ Հա, որտեղ 8000 տարի, այսինքն մի 2000 տարի հետո, մի քանի հազար տարի հետո, կողքի երբ որ քաղաքակրթությունը, այսպես ասած, քննել են, հենց Կլաուշմետը զարմացել է, մարդիկ աման չէ ունեցել կավի։ Ասում եմ, բալա, որ այն ժամանակ այս բարձր գիտելիքներն ունեին, ոնց իրանք ետնասերվեցին եւ դառան այն աստիճանի, որ նույնիսկ կավե աման չեն ունեցել։ Ու հարց է տալի, ու այդ հարցին չի կարող ոչ մեկը չի կարողանում պատասխանել, իմիջիայլոց այդ Պորտասարը փակված է եղել, հիմա ով է փակել։ Ավազներով, բաներով փակել են։ Չարուժերն են փակել։ Չէ, ինձ թվում է այն մարդիկ, որպեսզի չփղծվի, չգիտեմ, հասկանում ես, այդ հարցին ոչ մեկը չի կարող պատասխանել, իմիջիայլոց այդ հնագույն կառույցները շատերն են հետագայում փակվել։ Ու կասկած կա, որ այդ տվյալ իմացյալների կողմերից է արվել, որպեսզի կիսավայրենիների ձեռը չընկնի, չփղծվի, մնա հազար հետո գան գտնեն, ասեն վայ, ու այն ժամանակ, երբ որ իրա բացվելու ժամանակը կգա, արդեն տարբեր գիտությունների մարդիկ կգան ու այդ արդեն կտեսնեն, որ սա աստղագիտական կառույցներ են։
Պարոն Գևորգյան, խոսում էինք Հայկից, օգոստոսի 11-ից եւ ես անհամբեր սպասում եմ, թե հենց օգոստոսի 11-ին, որ մենք ունենանք միասին հարցազրույց, ես ձեզ հարցնեմ այս տարի 2026 թվականին Հայկը ինչ փոխանցեց մեզ, իր հայրենակիցներին, իր սերունդներին եւ ինչ կարեւոր ուղերձով հանդես եկավ, նաեւ մեր հայրենակիցներին ոմանց որ հետաքրքրում է, կարող է գալ զորացքարեր հասկանալ, զգալ եւ ամբողջ մարմնով շոշափել այդ Հայկի էներգիան եւ դրական լիցքերով լցվել եւ ներսով, ինչպես դուք եք ասում, հայել եւ նայել, ներհայել, այո, որպեսզի այդ էներգիայի կրողը լինենք, որպեսզի հնարավորինս կապը մեր արմատների հետ ել ավելի ուժեղացնենք։ Պարոն Գևորգյան, Շիրակացին երկինք էր ուսումնասիրում, բայց նրա հայացքը միշտ ուղղված էր Հայաստանին։ Այսօր մեր հայացքը որքանով է ուղղված Հայաստանին։ Հիմա դες հայացք բառը ասեցիր, չէ՞, ներհայել, հայացք, չէ՞, ինչքան տեղին է, էլի, ոնց չասենք, մենք հայեր չենք։ Անկախ ինձանից ստացվեց, բայց հիմա հայացք, որ ասենք գործված, նստված, սանրված, չգիտեմ, հա, զուգված գտնենք, չէ՞, որ եթե նստվածք է, ուրեմն նստարան է, չէ՞, գործվածք է, ուրեմն գործ է, գործարան է եւ այլն, գործ է։ Հա, եւ այլն, չէ՞, կարող ենք։ Հիմա հայացքի մեջ, եթե ասենք հայել, նստել, գործել, չէ՞, զուգվել, չէ՞, հիմա էլ ասենք հայել։ Հայել ինչ է նշանակում։ Ներքևից վերև նայել։ Ներհայել ինչ է նշանակում։ Կապը տիեզերքի հետ։ Այսինքն ես իմ սրտի էս Այն որ ինքը կապը կդրած է, էլի, մարդը սրտով չի մտածում։ Մարդը ստամոքսով ու ուղեղով է մտածում, այդ երկուսն էլ չար բաներ են, էլի։ Թերի են, որտեղ իրանց աշխարհընկալումը իրան պարտադրված բաներով է ինքը աշխարհը տեսնում, հասկանում։ Այսինքն բարիք չի ստեղծում դա։ Ինքը աշխարհ քաղաքական, իր լավի շահի համար է, էլի, էսել, հասկանում ես։ Շահախնդիր է։ Այս միակ բանն է, սիրտը ունի նեյրոնային 80,000, այսինքն կա սրտի գիտակցություն։ Սա անաչառ է։ Ինքը սուտ տեղը մարդը լաց չի կարա լինի, էլի, կարան այն դերասանները, դա չի միանում այստեղ։ Էս է միանում, դա սրտից լացում է մարդը։ Բայց մարդը երբ որ իրոք հուզվում է, հա, սա է բացվում։ Համար մայրական սերը միշտ պահում է ուրեմն այս գիտակցությունը։ Մայրը միշտ պահում է։ Եվ եթե հիմա ասեմ, բա տղամարդիկ էլ իր երեխու սերը եւ իր անկեղծ սերն է։ Եվ կարեւոր չէ դա հայրենիքի նկատմամբ, թե ընկերների, թե իրեն ուրեմն թե բնության եւ այլն, հա։ Եթե անկեղծ է սերը, ուրեմն ստեղով է արդեն միտքդ աշխատում։ Այդ կապը կապվում է այդ ժամանակ ու դու մարդու նման ես դառնում, չէ՞, եթե սա կա, եթե սա չկա, ոչ խիղճ կա, հա, ոչ մի բան չկա, զգայական դաշտը վերածվում է ուրեմն ախտանիշների, վախ, խաբեություն, սուտ, սկսում են մարդիկ սուտ խոսալ, էսի որ չկա, ինքը բան չի անում, էլի, չի արգելափակում սուտը, հասկանում ես, որտեղ ինքը խիղճ չունի, չէ՞, էսի չկա, ստեղ է խիղճը, սա բոլորի միացման բաները, կոմունիկացիան, հանգույցը ստեղ է, էլի։ Ու մարդը դառնում է նախանց, սուտասան, չկամ։ Հետո վախերն է սկսում մարդուն, չէ՞ տիրել։ Վախերը, փողոց չկորցնեմ, մարդ բանման հանկարծ էս չլինի, այն չլինի եւ այլն։ Այս քաղաքական ուժը հանկարծ չգնայիմ, ես իմ պաշտոնը կորցնեմ, բան եւ այլն։ Չէ՞, սա վախեր է։ Հայացք բառը վերլուծեցինք, որ ասում ենք հայել ներքևից ներհայելը կարևորը հասկացանք, չէ՞։ Ներհայելը հասկացանք։ Սրտից դեպի տիեզերք, դեպի Հայկին։ Այո, հայացքը ներքևից դեպի վերև։ Այո, էլի նորից Հայկին։ Նորից Հայկին։ Այդ ամենի մեջ հայը ինչ է նշանակում։ Հայը այդ պաշտոնը էլ ես միշտ ասել եմ, պարտավորվածություն է։ Մեր ազգությունն ինքը աստղապահի ժամապահն է, հասկանում ես ով է հայը։ Նաև բայ է օգտագործվում փաստորեն։ Էդի մենք մոռացել ենք, հիմա նորից եմ ասում, հայը, ինքը որ դարձել է արդեն ազգություն, հա, ինքը հայա չէ դարձել, այդ հայը։ Այնքան է նայել, միջև դարձել է հայ։ Ահա,
Այդ պաշտոնն է ստացել, հասկանում ես, աստղապահի ժամապահն է։ Շատ հետաքրքիր եք բացատրում, պարոն Գևորգյան։ Բա տենց է։ Շատ գեղեցիկ է։ Չէ, ուզես չուզես տենց է, էլի։ Հիմա նայ, արի մի հատ աշխարհին նայենք, էլի։ Միջի աշխարհին նայել է, պարոն Չէ, Գևորգյան։ մի րոպե ես պետք է ասեմ էդի։ Պետք է անպայման ասեմ։ Ուրեմն հայերը, ուրեմն այդ հայկյան հին այդ բունտոմարն են, չէ, ունեցել, այնքան հին է, որ չգիտենք ինչքան է իր տարիքը։ 25920-ից ավել է, նորից եմ կրկնում, համակարգային դրույթները դա են փաստում։ Ունենք դա։ Այսինքն մայաները մի հատ բան ունեն, չէ, կալենդար ունեն սաղ աշխարհով, վայ, բան, չէ, էսկոմ ենկոմ։ Հետո մյուսները, որ նայում ենք, ասենք հուլիան, մուլիան եւ այլ լուսնային, արևային բան, այնրանք սաղ անկատար թերի բաներ են, օրերը ավելացել են, պակասել են եւ այլն գործառույթությունից դուրս է եկել, էլի։ Հիմա հայերը ունեցել են ժամանակին եւ դա այդ հնագույն եւ միջանկյալ 1084 թվականին, երբ որ աշխարհը տարաձայնության մեջ էր այդ կալենդարային առումով, նկատառումով, օրինակ այդ հուլան կալենդարը այդ ժամանակ 10 օր սխալական է եղել։ Սա հասարակ գիտելիք է, վերցրեք կարդացեք։ Այսօրվա 1582, չէ, այսօրվանը Գրիգորյանն է։ Այդ Գրիգորյանը, երբ որ բան արեցին, այդ հին Հուլիոս Կեսարի հիմնարկած մթա 46 տվին, հա, հիմնարկածը արդեն եկել էր 10-րդ դար, որ ինքը արդեն կորուստ էր ապրել, էլի, որովհետև սխալ հաշվարկի։ Չէ, այդ Գրիգորյանի մեջ նաև Հուլիանից մասեր չկան։ Գրիգորյանի մեջ Հուլիանից մասն է, որ դզվել է բանը։ Գրիգորյանի մեջ ավելի շատ իմաստասերի դրույթներն է, որովհետև պետք է անշարժանար, չէ, հիմա ինքը անշարժ է, չէ։ Անշարժ է, այսինքն օրը 10 տարի հետո չի փոխվելու, 20 տարի հետո չի փոխվելու։ Բայց էլի Գրիգորյան օրացույցը լիովին չի արդարացնում հայի կենսակերպը, ճիշտ է։ 26 վայրկյան ուրեմն բան է, եթե այդքան խորանանք, հա, բայց ինքը առայժմս բան է, անշարժ է, չէ։ Ինքը 1583 թվականին է, էլ այդ Գրիգորյանը, Հուլիանից հետո այդ 10 օրը իրանք այդ բերեցին առաջ տվեցին իմ ջայլոց, որտեղ այդ ժամանակ բանը գարնանային գիշերը հավասարը մարտի 11-ն էր, էլի, հասկանում ես, դառը, հետ բերեցին իր տեղը, ու մինչև հիմա մենք այդ Գրիգորյանով ենք, բայց դրանից նորից կրկնեմ 500 քանի տարի առաջ 1084 թվականին իմաստասերը արդեն անշարժացրել էր։ Պատկերացնում եք, այսինքն իմաստասեր հայկական կուլտուրա մի հատ ամբողջ աշխարհ, սրանք չէին կարում այդ գործը անեին, իմաստասերը էդի արեց, մինչև հիմա մենք էդի չենք նկատառում, էլ չենք տեսնում այդ հզորությունը, էլի, հասկանում ես, Ղևոն Դալիշան կարդացեք եւ մի հատ տրամաբանեք, թե ինչքան դժվարին գործ էր դա, նույնիսկ այդ դժվարին բառը չի ասում, էլ։ Բայց մեկ է այդ ամենով հանդերձ տարեսկիզբը էլի ծմռանն է։ Այն որ բանը, չէ, ասում է ձմռանն է, ձմռանն է Հուլիանից, հա, էլի, Արեգ ջան։ Բա դրա մասին էի ասում, էլ ամբողջ հարցը դրա համար է։ Հուլիոս Կեսարի ուրեմն սիրած, նորից ինչքան է փոխեցին, ինչ էլ արվեց, էլի այդ Հուլիան օրացույցի Յանուսի օրն է։ Գրիգորյան օրացույցի մեջ էլ կան տարեր Հուլիան օրացույցից։ Իրանք այդ տարերը պետք է վերցնեին, որտեղ իրանք էգրեգորը, այսպես ասած, իրանք նկատառումները, իրանք վերցնում են իմաստասերի համակարգը դնում են, որտեղ այդ 4 տարին մեկ չեն կարողանում այդ անշարժությունը պաշտպանել, պետք է այդ նահանջ տարին անել, այդ ամեն ինչը վերցրեցին, օրը փոխեցին, իմաստասերին օգոստոսի 11-ն էր ոնց որ հայկյան բունտոմարը, հա։ Իրանց այդ 11-ը վատացնում է, հասկանում ես։ Այսինքն Գրիգորյան տոմարն էլ այդքան էլ հայկական չէ։ Այո, ես Գրիգորյան տոմարը արդեն իրենք վերցրեցին, իրանց հարմարացրեցին, 25-ը դրեցին։ Մեր հայկականը միշտ էլ եղել է օգոստոսի 11-ը, նորից եմ ասում, եւ շատ ժողովուրդներ, օրինակ, ինչու է, ասենք ռուսը ասում, сколько тебе лет, հա? Летопись, չէ? Лето исчисление, հա? Այդ խես ամառով տարիները հաշվում, հա? Մնացել է ամառ բառը հայերեն նշանակում է տարին վերջերս մեկը լավ ասեց, որ ասում եմ լրվեց չեն հասկանում, տարին թամամվեց,
ախպեր ջան։ Ոնց բացատրես, որ մարդիկ հայերեն հասկանան։ Թե իրենց բառերը իրենց ինչ են Ի ասում։ վերջո, պարոն Գևորգյան, այսօր հայի հայացքը ում է ուղղված։ Մենք պետք է ուղղորդվենք դեպի մեր տիեզերական ուրեմն այդ բարձրագույն կետին եւ որպես դիտորդ, տես հիմա քվանտային ֆիզիկան բացատրում է, թե ինչ կարեւոր է դիտորդը, չէ՞։ Եթե որևէ process դու չես դիտարկում, այդ process-ը իր համար կա։ Հենց որ դիտարկում ես, այդ process-ը փոխվում է։ Հիմա նայեք, ես ուրիշ ձև դա ձևակերպեմ, պատկերացրեք, որ այդ ծիրանը դու չես ճանաչում, հա, առաջ անգամ տեսնում ես։ Հենց դիտարկեցիր այդ ծիրան, առաջին ինչ կանես, մի հատ կուտես կտենաս համովա, չէ՞։ Հետո շուտով այդ ծիրանի ջեմ կանես, չէ՞, հետո դրանից հետո նաև օղիկ շուն, չէ՞, կթորես, չէ՞։ Արդեն օղի թորելը եւ քիմիա է եւ այլն եւ այլն եւ այլն։ Մի խոսքով այն դիտարկման, երբ որ դու նկատառումը բան եղավ, ուշադրությունը ծևեռեցիր տվյալ դրույթին, հա, ինքը սկսեց գործառվել քո կողմից, հետագայում կիրառական դարձավ։ Հիմա նույն բանը այդ առաջնային դաշտում է։ Ալիքայինին նայում է մարդը, ալիքը կետային է դառնում, դա քվանտային ֆիզիկան դիտորդի ֆենոմեն է կոչվում, կարող եք ես երկար բարակ չբացատրեմ, կարող եք ինտերնետում կա էլի, բացեք նայեք, թե ինչ հրաշք կա մարդը։ Այսինքն ինքը կարողանում է կենսադաշտերի ուրեմն բաների վրա ունենալ ներազդեցություն, հասկանում եք, այդ գործառույթների առաջնային զարմանալի բան է, ինքն է իր շրջապատը ստեղծում։ Իրոք էլ մարդը ոչ միայն առաջնային դաշտում է ստեղծում, այլ ընդհանրապես է ինքը, չէ՞, ոնց ինչ գիտակցություն ունեցավ, ունեցել շրջապատ, չէ՞, կստեղծի, բայց նորից կրկնեմ, առաջնայինում է կարևորը, հիմա եթե դու նայեցիր, հայեցիր ի վեր, չէ՞, հայեցիր ի վեր, քեզ թվում է ոչինչ չկատարվեց, դու դիտորդ ես, որ հասկանում ես այս ժամանակի ամնա, որ պետք է առնի, չէ՞։ Միանգամից դու մտար սիմետրիայի մեջ, հասկանում ես, համընթացության մեջ, անկախ նրանից, թե դու այդ համակարգը կարող ես հասկանալ, թե չես հասկանում։ Երբ որ ականջդ լսում է երաժշտություն, անկախ նրանից դու չես հասկանում, չէ, այն ռիթմն ու տեմպը քեզ հիացնում է, ճիշտ է, ինքը ներազդեցություն է ունենում։ Հետո հանկարծ այդ երաժիշտը ռիթմից դուրս նվագի կամ օրկեստրից այն մեկը ինչ որ կամ ֆալշ նվագի կամ ռիթմից դուրս միանգամից կզգաս, չէ։ Հիմա մենք ազգովի լսողությունից ընկել ենք, հա։ Աբա ինչ են կարել։ Ազգովի չի մարդկությունն է անգել։ Բանալին հայոց ձեռն է։ Մարդկությունն է անգել։ Ով գիտե ճշմարտությունը ինչու՞մ է կայանում։ Տիեզերքը կորցրել են, դրա համար սենց հիմա իրար կոտորում են։ Բայց ամեն ինչը խե է կատարում։ Մենք էլ այս ժամանակվա կարևոր այդ փոփոխության ժամանակաշրջանի հենց կենտրոնում ենք այսօր։ Կենտրոնում ենք եւ խնդիրը մեր վրա է, որովհետեւ մենք վերադարձնենք կորուսյալ աստղային կապը, գաղափարը, որ մենք չենք հնարել, հասկանում ես, մենք գիտակցել ենք, բայց չենք հնարել։ Առանց մեր իմացության այդ ամեն ինչը կա։ Ճշմարտությունը կա, բայց դու չգիտես, հա։ Սարի հետևը մի հատ բան կա, դու չես տեսնում, չի նշանակում, որ չկա, հա։ Այսինքն ինչ է ստացվում, մենք այդ գիտությունը, ճշմարտությունը եւ վերադարձնողի կենտրոնում ենք եւ այդ ժամանակաշրջանի, այսպես ասած, ժամանակակիցն ենք։ Այո, մեր առաքելությունն է, մեր առաքելությունն է։ Այն որ թոբով հազարամյակների անցել ենք, այդ երկիրը դարձել է այսքան եւ այլն, բայց մշակույթը ազգային միշտ մեր հետ է եղել եւ այսօր էլ մեր հետ է, չէ՞։ Հիմա այդ կոմիտասը, որ խոսքի հայ ժողովուրդը այդ երաժշտությունը չունենար, որտեղից էր ինչ գտնելու։ Հասկանում ես, մի բան որ ունես ու կորցրել ես, հա դե կորելա գտնես, հասկանում ես, ույս կարող, հա, բայց որ չունես, որտեղից գտնես, ինչ պետք է անես, հնարես, չէ՞։ Այն որ մշակույթ չունեն, սկսում են սրանից գողանալ։ Կիսատ պրատ բաման, ասում են մենք ենք, բամ եւ այլն, հա։ Իսկ մենք նստած ամեն ինչ ունենք, ասում ենք հələ գնանք տենանք, սրանք ինչ են ասում։ Հասկանում ես, ինչ զարմանալի բան է։ Բայց եւ այնպես այդ ազգային արժեքը միշտ մեր հետ է եղել, միշտ է լինելու է։ Խնդիրը մեր մեջ է, որովհետեւ մենք վերագտնենք։ Ցուցաբերենք
իմացական, իմացություն, գիտակցություն, անկեղծություն, այս սրանով մտածենք, ոչ թե սրանով, ոչ թե քաղաքական ինչ-որ չգիտեմ ինչերով, հա, այլ բնության ճշմարտությամբ, հա, դիեզերքը անկաշառ բան է, ինքը կաշառ չի բեկալում այդ դիեզերքը հասկանում։ Պարոն Գևորգյան, ասում եք վերականգնվելու շրջան է։ Միթե թշնամին չի հասկանում, որ այս ամեն ինչի ավարտը գալիս է եւ նույնիսկ նույն ձևով կարող է գալ թշնամու ավարտը։ Հա, ոնց չի հասկանում, բա ինչու է այդ ամեն ինչը անում։ Բա հա ու շտապում է ու սխալներ է գործում, բայց ես դա վաղուց ասել եմ, հիմա արի դրա մեջ չմտնենք, մենք թշնամու հետ գործ չունենք, մեր թշնամին մենք ենք, հասկանում ես, մեր գիտակցությունն է, հենց այտենց Արեգ ջան, արի այդ բաներին, այն որ ասում է մի ասա սատանու մասին, որպեսզի սատանան չհայտնվի, պետք չի, մենք մեր մեջ, Պարոն Գևորգյան, աշխարհը պատերազմի մեջ է, այդ պատերազմը ուր է տանելու, աշխարհն է պատերազմի մեջ։ Ինքնամաքրման։ Այդ պատերազմը կանխորոշված է։ Իհարկե կանխորոշված է։ Ծրագրի մաս է։ Եթե մի բան արդեն կոտրվել է, չէ, շուտով դե հասկանում ու ինքը շարժի մեջ է, չէ, հետո երկրորդը պետք է դե վերջ պետք է փլվի, չէ, բա ինչ պետք է լինի։ Այսինքն այս պատերազմները, այս արյունը, որ թափվում է, մարդիկ են մահանում, զոհվում աշխարհի տարբեր անկյուններում, այսպես ասած, տերը կորցրած ձևով ապրում են մարդիկ եւ շատերս։ Թեր զարգացության արդյունք է, նորից եմ ասում, թերացման արդյունք է։ Մարդկային տեսակը կորցրել է իր որակը։ Պարոն Գևորգյան, ասում եք վերականգնման բանալին մեր ձեռքում է։ Այդ բանալին զենք է, գիտակցությունն է, այդ զենք բառը լավ չի, գիտությունն է զենքը։ Եթե զենք են սիրում, գաղափարն ու գիտությունն է զենք, ուրիշ զենք գոյություն չունի։ Հասկանում եք։ Եվ մեր զենքը այդ որ կա, դա գիտությունն է։ Մենք դա հստակ պետք եւ գաղափարն է, որպեսզի այդ գաղափարը կբերենք տեղը կդնենք, միանգամից միասնական կլինենք, քանի որ այդ գաղափարը գեր ուրեմն հագեցած է գիտությամբ, հա, որը ցույց ենք տալիս չեն ուզում մարդիկ նայ։ Ոչինչ, մասնագետը կգա։ Եվ ամենակարևորը ազգովի, այսպես ասած, կտոնենք ազգային գիտակցության վերածնունդ։ Միասնական, մեկ ասով պետք է բանենք։ Հիմա Նավասարդը նոր ասի ժամանակաշրջան է, չէ՞։ Ասում են այդ ասը ինչ է նշանակում։ Նոր ինֆորմացիայի, նոր տեղեկատվության, նորի, հա, հայ մարդը ոնց կարող ասի ինչ է նշանակում։ Ասել չասել բառը չգիտեն։ Ով ասում։ Մարդը, ով չի ասում, էշը, հասկանում եք, բայ։ Զարմանալի է, որ մենք մեր լեզուն չեն կարողանում հասկանանք։ Հիմա այդ նոր ասը, որ այդ ասը վերցնես, մի ասնական կլինես։ Մեկ ասով կականվես, հասկանում ես, կմիավորվես, նայ բառի մեջ ցավ ասում է։ Մեկ ասով կմիավորվենք, էլ իր տարբեր երգեր չենք երգի, քաղաքական, կանոնական, չգիտեմ ինչական, հասկանում ես։ Ամեն մի բառը մեր մի գիտակցություն է, մի հիշողություն է ու մի գործողություն։ Տիեզերական բնականոն երևույթների վրա կառուցված լեզու ունենք, հա։ Պարոն Գևորգյան, նաև ինձ տարբեր երկրներից հարցեր են ուղում եւ փորձում են հասկանալ, քանի որ հայրենիքում չեն, Հայաստանում չեն, մեր շատ հետևորդներ Ռուսաստանի Դաշնությունում են, եվրոպական տարբեր երկրներում են, Միացյալ Նահանգներում են եւ ուզում են հասկանալ, իմանալ, ինչպես նրանք կարող են իրենց վայրերում տոնել, նշել Նավասարդը։ Հատուկ նրանց համար, հիմա ուզում եմ ասել, հատուկ նրանց համար, որպեսզի հատկանշվի Նավասարդը, իրանք պետք է հասկանան, որ այդ Նավասարդը այդ ամենի սկիզբն է, թող հասկանան, որ տիեզերքի ուրեմն վերակապնա, հա, վերակապնա եւ մեր աստեղային բառից բուն իմաստով ժամն է։ Հիմա այդ ժամին, ժամը 4-ին, ով որտեղ կլինի իրեն հայկական ժամը 4-ին, թող վերցնի, ես դրա համար աշխատել եմ, ստեղծվել է մի հատ երգ, երաժշտություն, բառեր, խոսքեր, եւ դրա վրա մենք հիմնարկել ենք ուրեմն անիմացիա ենք արել, որպեսզի հասկանալի է, անդադ որ խոսում ես, մարդիկ պատկերացում ունենան ինչով է։ Եվ մեզ հաջողվեց այդ կարճ ժամանակում, հա, 6 րոպե ու կես մոտարապես տևում, հա, ամբողջ հայ ազգի այդ պատմությունը հայկից հայկ ցույց տալ եւ հայ մանկիկից հայ մանկիկ,
Հենց սերունդից նոր սերունդ։ Ինչպես է այդ գիտելիքը փոխանցվել եւ հասել այսօր սպասում է մեր ընկալմանը։ Ուրեմն մենք իրեն շնորհանդեսը անելու ենք ուղիղ օգոստոսի 11-ին ժամը 4-ին։ Օգոստոսի 11 լուսադեմ ժամը 4։ Հիմա ասեմ որտեղով կարող են նայել Գևորգյան, հա, Music Lab։ Լաբորատորիա, էլի լաբ Music Lab։ Մենք ձեր YouTube-յան ալիքի հղումը անպայման մեկնաբանություններ բաժնում կթողնենք եւ ոչ միայն ուրեմն Facebook-յան կա Music Lab, հա, Գևորգյան Music Lab, եւ նաեւ Instagram-ի մեջ էլ նույն բանը։ Այո։ Ու այդ շնորհանդեսը հենց ժամը 4-ին դրվելու է դա։ Աշխարհի տարբեր ծագերից մեր հետևորդները, մեր հայրենակիցները, իրենց էությամբ հայ զգացողները կարող են միանալ այդ երկին եւ այդ երկի ներքո միասին վերապրենք եւ մեր էներգետիկ դաշտով մեր միասնականությունը հայկով բաժակը ձեռքին կդնեն, sense մատը կսեղմեն, այդ 6.5 րոպեն կնայեն, ով ինչ ես հույսով եմ, որ իրանք կընկալեն, թե այնտեղ ինչ է ասվել, եւ կշնորհավորեն նոր ասի ժամանակաշրջանը։ Հայոց աստեղային ժամի նախասկիզբը։ Նավասարդը հայոց ամանորը հայոց նոր տարին իրական, որից հայկի տուն վերադառնալը իմիջայլոց։ Այո։ Այսինքն տուն վերադառնալը մեր գիտակցության մեջ ինքը միշտ էլ գալիս գնում է, չէ՞, բայց երբ որ դու հենց իրան հատկանշեցիր, հասկացար, որ ինքը կա, այո, եւ ինքը գիտություն է, ամենակարևոր բանը։ Ոչ թե մտածածին բան, այլ գիտություն է։ Այո։ Ամենահզոր գիտությունն է եւ գիտությունն է Դիոնիսիոսի ձևակերպմամբ զմուտ եւ զել ամենայն գիտության, ըստ կարգավորութիվն հայկի եւ նարեկացու ձևակերպմամբ, հա, ըստ դասս օթոց, չէ, անմար մնոց, հա։ Սա մեր մեծերի ձևակերպումն է։ Պարզապես հրաշք է, պարոն Գևորգյան, թե ժամանակին նարեկացին ինչպես է արտահայտվել հայկի մասին։ Ինչպես է արտահայտվել։ Քվանտային ֆիզիկա եղել նարեկացին։ Նորից եմ ասում։ Ինքը աստղագետ է եղել, քվանտային ֆիզիկա է եղել, նոր մենք իրար կերպարը չենք։ Ինչքան ուսումնասիրում ենք նարեկացու։ Ուզում եք ապացուցեմ, որ ինքը քվանտային ֆիզիկա է եղել։ Նախ ես ամենեցում, մի հատ նստեն, մի հատ ասեն էս չի ասում, էլի։ Ես եմ այն մեկը, որ կա բոլորի մեջ, մոտավորապես թող սենց հասկանան, էլի, կամ բոլորը մեկում, հա։ Հիմա ինքը նա է ինչ ասում, անսպառորեն մնում է համայն ամեն ինչի մեջ, ամբողջությունը ամեն մի մասում։ Իսկությամբ երկնում, էությամբ երկնում, իսկությամբ երկրում։ Հա, պատկերացնում ես անհատ մարդկությամբ եւ աստվածությամբ իր լիակատար, որ բաժանվելով անթիվ մասերի բաշխվում է անverջ, որ միավորի այդպես բոլորին իր գլխի համար։ Հիմա էսի մի հատ քվանտային ֆիզիկայի մեկին բռնենք, ասենք, հələ նայ մեր նարեկացին ինչ ասես, մարդը շունչը կդրվի։ Հասկանում ես, երբ ինչ ասի, ասում են նոր է, էլի քվանտային ֆիզիկան ստեղծվել, չէ՞, ասենք թող լինի մի 70 տարի, հետո հիմա ավելի զարգացում է ապրել։ Հələ նայեք որ դար է այս մարդը ասել։ Ու ինքը ասել է ելնելով հայ ազգային մշակույթից, հասկանում ես։ Այդ իմաստասիրած դպրոցի ինքը Ռաբունապետն է եղել։ Եվ ոչ մի ռեկտորն է եղել համալսարանի հետ, հասկանում եք։ Պարոն Գևորգյան, երևի այլ ալիքներով տիեզերքի հետ կապել է ունեցել, ոնց չի ունեցել։ Որովհետև սովորական մահկանացուներից նույնիսկ կներեք էլի ամեն ինչ ունի տիեզեր, ուզում էի բան ասեի, ու տեղին չէր։ Տեղին չէ, պարոն Գևորգյան, անհարիր է։ Ոնց, մենակ մարդը կապ չունի։ Մենք կապ չունենք, Նարեկացին, Թումանյանը, Սևակը եւ այլն, ասենց մեր մեծերը Հերացին, Ալիշյանը եւ այլն։ Հատուկ թելերով, հատուկ գծերով բոլորն էլ կապ ունեն։ Մոցարտը, այսինքն աշխարհի տաղ, այդ տաղանդ բառը բացատրում է, չէ՞, տաղ, թրթիր, տաղաչափություն, տաղը անդրից։ Անդր հայերեն երկնային տուն է նշանակում, հասկանում եք։ Անդ տունա, անդիվոր տնվոր է նշանակում։ Այսինքն մեր բարձրագույն անդ աստան,
Անդ, ասիտուն։ Ինչ ուզում ես արա, այդ նրա հետ պետք է կապը պահպանես։ Տիեզերական ժողովուրդ ենք եղել։ Հետո որ ընդեղ գնաս, հասկանում եք, ժողովուրդ ջան, քո լեզուն քեզի բացատրում է, խելոք քեզ պահի տղա ջան, որ տեղ ունենաս գնալու, Անդաստանը քեզ սպասում է։ Այդ փողերը, այդ մողերը, այդ բարօրությունը, այն ինչ որ կա, էսի սաղ վերանալու է։ Էս մի հատ էտապ է, փուճուրիկ էտապ է, եկել ես քեզ մարդու պես պահի, որ վաղը Անդաստան ունենաս։ Անդասի տունը գնաս։ Պարոն Գևորգյան, ուզում եմ նաև փոքրիկ անդրադարձ կատարենք։ Դուք հրաշալի մի երգ եք ստեղծել։ Երաժշտությունը ձերն է, խոսքը ձերն է։ Ուզում եմ հասկանալ, ինչպիսի պայմաններում եւ ինչպիսի հոգեվիճակում եւ ինչի հիման վրա գրեցիք այս տողերը, այս երգի եւ այս տողերի մեջ հատկապես ինչ եք ներդրել ու հատկապես ինչից եք ոգեշնչվել։ Մի անգամից ասեմ, որ պարզ է, այս իմ գործունեությունը ինձ բերեց, որ մի օր պետք է այդ երաժշտությունը գրվեր, հա, ես 15 տարեկանից առաջի երգը գրել եմ, ուրեմն 15 տարեկանում, մոր մասին էր, հա, իմ հուզմունքը մորս նկատմամբ արտահայտել եմ 15 տարեկանում։ Հետագայում մեծացել եմ, տարբեր զգացմունքներ եմ ունեցել, դրա վրա գրել եմ երաժշտություն, հա։ Բայց սա շարքային երգ չէր, ի դեպ ասեմ, յուրաքանչյուր ստեղծագործող ինքը այդ բանը գիտի, որ դու ոչինչ չես գրում, հա, դու վերցնում ես վերևից, ինքը այդ պահին, եւ որ ներշնչանքը գալիս է, դու ուրիշ մի հատ իրավիճակային բան ես ապրում, ու ոնց է գալիս ինքը, ու դու պետք է հասցնես իրան վերցնես եւ նաեւ կարողանաս լավագույն իրավիճակը իրա պահպանես, որտեվ ինքը ավելի լավն է, քան դու կարողանում ես արտահայտել։ Վերարտադրել։ Հա, վերարտադրել։ Հա, մի խոսքով ուզում եմ ասեմ, այդ խնդիրը իհարկե դրված էր իմ մոտ, բայց նենց չէր, որ ես պետք է նստեի եւ անպայման հնարեի այդ երգը, այսինքն սպասեցի այնքան, մինչեւ ինքը եկավ։ Շատ տպավորիչ երգ է, շատ ազդեցիկ երգ է, կա բավականին մեծ էներգիա, պարոն Գևորգյան, երգի մեջ։ Մեր հետևորդները իհարկե առիթ կունենան հենց օգոստոսի 11-ին ժամը 4-ին լուսադեմին այդ երգի պրեմիերան է լինելու, որպեսզի լսեն եւ միանան եւ ինչպես նաեւ պարոն Գևորգյանի YouTube-յան չանելում եւ Facebook-յան եւ Instagram-յան էջերում։ Պարոն Գևորգյան, քանի դեռ երգը դեռևս հրապարակված չի, կխնդրեի խոսքերին անդրադառնանք առաջին հատվածը, եթե կարելի է երգի տեսքով չէ, գոնե կարդալու տեսքով ասեք։ Ետարտախույր Փարազնոտի ամիս հավելյաց Զարավոտը նավասարդի պատգամ հայրենյաց։ Ուրեմն արտախույրը Փարազնոտը, այնտեղ ասում է, Փարազնոտից հետո արտախույրն է գալիս, հա, եւ դա այդ հավելյաց ամիսն է, 13-րդ ամիսն է եւ դրանից հետո գալիս է նավասարդը, էլի, որը պատգամված է հայոց կողմից, այսինքն մենք չգիտենք քանի հազարավոր տարիներ, էլի, Ջորջ Պապ ծնավ իմ երկնոց, հայոց աշխարհ դարձավ օրրոց, հա, Ջորջ Պապ ծնավ զիմ պալուծոց, վերընդկալին վերաստեղոց, հա, հիմա բառեր կա, որ չհասկացվեց, հա, նախ երկնքում ծնվավ, չէ, Ջորջ Պապ ծնավ եւ հայոց աշխարհը դարձավ օրրոց, չէ, իրան, այսինքն անդադ ինքը վերածնվում է, չէ, 3 ամիս չի երևում, անդադ գալիս է, իսկ դու իրան չես տեսնում։ Եվ հայոց աշխարհը իր օրրոցն է, որտեղ զրոյական կետն է Հայաստանը, հա։ Հիմա զիմ պալուծոց, զիմ պապ ծնավ, զիմ պալուծոցը ինչ է նշանակում։ Պալ հայերեն քար է, ուրեմն հղկված քար, քարաբեկորը կոչվում է պալ։ Աճարանը բացատրում է, որ պալադ բառը առաջացել է հայերեն, զտարյուն հայերեն պալ բառից։ Հա, մեր գյուղում մերոնք մինչև հիմա բանը կոշկյուրն է մերը, հա, իմջալոց այն դարերից մնացել է, էլի, ես իմ պապերը ուրիշ տեղից չեն եկել, էլի, այն արշակունիների վաղտից ընդեղ են ապրել, հա, ամենայն դեպս 16-րդ դարի Պապուս Գերեզմանի տեղը գիտեմ, մի խոսքով, այնտեղ հենց պալ են ասում, հղկած քարին, հա,
Հիմա Զին Պապ, այսինքն Ջորջ Պապ ծնավ Զին Պալուծոց, չէ։ Ջորջ Պապը բոլորի հայկն է, չէ։ Ինչու Պալուծոց։ Մի հատ քարահունջի այդ 63-րդ քարը մի հատ պատկերացրեք, այդ 1 խորանը, 2 սյունը եւ այլն։ Այսինքն իմ գիտակցությամբ կառուցած աստղացույցի, աստղադիտակի դիտարկման կետում ծնվեց Զին Պալուծոց։ Ես եմ չէ, հասկացել եմ ազիմուտ բան, այս կողմ են կողմ եւ կառուցել եմ, չէ, սա պետք է գիտելիք ունենաս, չէ, որ կառուցես։ Հենց հենց չես կարա, չէ, կա։ Համար Զին Պալուծոց, այսինքն իմ գիտակցված աստղացույցի ծոց։ Զին Պապում բերել եմ, դրել եմ, ուրեմն հետո դրանով գիտություն եմ բանում, հա։ Օրենսդրությունը տեղից է, օրինաչափությունը տեղից է, ուրիշ բան չկա։ Այն մնացածը սա սուտ բաներ են, սա տեզերական օրենսդրություն է։ Եվ պարոն Գևորգյան, եկեք խոսենք պատկերավորման մասին, ինչպիսի աշխատանք եք արել երգի ներքո։ Այո։ Ուրեմն խնդիր կար, որ այդ երգը պետք է ունենար համարժեք տեսականը, չէ, տեսավորվեր, չէ։ Այո։ Շատ բարդ խնդիր է։ Եվ դու պետք այդ կարճ ուրեմն ժամանակ կաղապարված վիճակա, չէ, համ երջն է կարճ ֆորմա, համ տեսահոլովակը որ պետք է անես ու համ պետք է բան ասես։ Ասելիքը շատ է։ Ասելիքդ էլ շատ է։ Ես այնտեղ ուրեմն հայ ազգի ամբողջ ժամանակները ընդգծել եմ ուրեմն սկզբից մինչև վերջ։ Հիմա չեմ ուզում պատմեմ այնտեղ ինչա կատարվում, բայց եկեք շատ փոքր ձևով բացենք փակագծերը, պարոն Գևորգյան, որովհետև մեր հայ մանկիկը հենց հիմա ստրտատրոպ եւ անհամբեր սպասում են։ Ընդամենը երկու փոքրիկ նյուանս բացեք։ Ես պատկերացրել եմ առաջի հայը եւ նրան վերցրել եմ որպես հայ մանկիկ, որը դիտարկում է երկինքը, այո, եւ իր այդ կատարում է մի հատ զարմանալի բաներ, հետո այդ պատմությունը շարունակություն է ստացվում, դառնում է տաճարներ, այս կողմ են կողմ եւ այլն, չեմ ուզում ասեմ, բայց գալիս է վերջում ժամանակակից հայ մանկիկը։ Այսինքն վերցրել եմ նախասկիզբ եւ այսօրվա ներկայիս այն սերունդը, որը պետք է իրեն ուսերի վրա տանի, վերակապի հայոց մշակույթը երկինք երկիր վերակապի։ Մնացածը թող մնա։ Հրաշալի։ Հա, նայեն։ Հրաշալի։ Ովքեր նաև հնարավորություն կունենան հենց Զորաց քարերում ներկա լինելու, այնտեղ եւս տեսահոլովակը հերարցակվելու է եւ կարող են հույսով եմ, որ դեռևս այդ հարցը լուծված չի, հույսով եմ, որ հերարցակվելու է։ Եթե ոչինչ չեն կորցնելու, ես բոլորին մի խեմ, մեկ-մեկ ինձ ասում են, զանգում են, գրում են, ասում են, պարոն Գևորգյան, ինչով ձեզ օգնենք։ Այ հիմա եկել է մենք բոլորս մեզ պետք է օգնենք։ Ուրեմն այս երգը իրեն, ուրեմն այդ տեսաերիզով այսպես, կիսվեք, տարածեք, թող հայ ժողովրդի 12 միլիոնի, չգիտեմ, գոնե եթե 5%-ը նայեց, ուրեմն վերջ։ Ամեն ինչ նորմալ է։ Կայանալու է այդ ամեն ինչ։ Ամեն ինչ կգործարկվի ճիշտ ճանապարհով։ Իհարկե, որ մտնի իմացության դաշտ։ Դրա համար, որպեսզի հայը հասկանա ինչա կորցրել, չէ։ Ինչա կորցրել։ Երկար բարակ խոսելը երբեմն այդքան էլ կարևոր չի։ Մեկ դրվագը կարող է քեզ արտնացում, որպեսզի ապրի մեր ազգը, հասկանում եք։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Մեր հաջորդ հանդիպումը լինելու է Զորաց քարերում, որպեսզի դիմավորենք հայկին, լսենք նրա պատգամները եւ հասկանանք այս տարի մեզ ինչ տվեց եւ այդ իր տվածը ինչպիսի էներգետիկ դաշտում ենք կարողանալու օգտագործել եւ մեր այն բոլոր հայրենակիցներին, ովքեր հիասթափված են, հուսահատ են, տխուր են կամ որոշակի ծանրաշրջանի մեջ են, մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի գալ Սյունիք
Հրաշք Սիսյան, Զորաց Քարեր, որպիսի նրանց լավ հոգեվիճակ տրվի եւ նրանք ել ավելի դրական լիցքերով վերադառնան իրանց տուն, իրենց գործերին։ Շնորհակալություն պարոն Գևորգյան եւ վերջում երկինքը աստղազարդ մի մեծ գիրք է եւ այնտեղ տարբեր բաներ է գրվում։ Այսօր Հայաստանի ճակատագրի մասին երկնքում աստղերով ինչեր է գրվում։ Ուրեմն ես ուրիշ բան եի ուզում ասել, աստղերը գրում են ճիշտ իրեն ժամն էլ ասում են, արթնացումը երբ է կատարում, մարդը երբ է արթնանում, առավոտյան, այո, չէ, ամեն հայ գիտեն, հիմա հայկյան բունտոմարով առավոտ ժամը 3-ից 4-ն է, 4-ին, ուրեմն ժամը 4-ին այդ արթնացումը պետք է կատարի այս տարի, ինչքան մարդ այդ ժամը 4-ը հատկանշեն որպես, ինքը տրված է, չէ, պատգամը, մարդը գրել է, հայ ազգի ուրեմն միտքն է, հավաքական միտքն է առավոտ, առավ ավետի ոտը, չէ, ճիշտ է, ստացվեց, չէ։ Ինչքան գեղեցիկ է, պարոն Գևորգյան։ Ուրեմն ես խնդրում եմ արթնացում ապրենք, որտեղ սա քնած են, չէ, ժամը։ Մենք դուք խնդրում ենք, որպեսզի արթնացում ապրենք։ Միջայլոց ասեմ ձեզ, այն ակլորը անդադ կանչում է, հիշացնում է, որ էս է կետը։ Ավելի արթուն է։ Հենց ժամը 4-ին ալֆա ակլորները, գլխավոր ակլորները կանչում են հենց ժամը 4-ին։ Եթե այդ ալֆան բան ալնում, մի բան ալնում է, սատկում է եւ մյուսն է պաշտոնը վերցնում։ Հասկանում եք, իրանք սա ցնցող բան է։ Ժամը 4-ին կանչում է ակլորը, ալֆա ակլորն, ակլորագետները կարող եք վերցնել, նայեք մի հատ այդ հետարքիր դրույթ է։ Հայկի ժամին է ակլորը կանչում։ Այո, դա եւ ոսկեբերանը ակլորի կանչը ասում է ակլորի ասը։ Այո։ Եվ խնդրում անդրադարձեք հարցից, ինչ է գրված Հայաստանի ճակատագրի մասին աստղազարդ երկնքում։ Ճակատագիրը մեր ձեռքումն է։ Ինքը բերել մեզ այսօր հասցրել է կործանելով շատ ավելի հզոր ազգերի, չէ։ Եգիպտացիներ, Ասորեստան, Խեթեր, Բաբելացիներ եւ այլն, չէ։ Ինչ երկրներ են կործանվել, չէ, գնացել բան։ Հայ ժողովուրդը կանգնած է իր այն ազգային արժեքով, աստղերն են իրան պահել են։ Ուրեմն սա է մեր, որ ասում եք ճակատագիրը, հա, ընդունենք որպես ճակատագիր, չգիտեմ, ճակատագիր, պարտավորություն է, պարտականություն է, դա ճակատագիր։ Առաքելություն։ Հենց առաքելություն, այո, հենց առաքելությունն է։ Մենք պետք է դա տանք մարդկությանը, որտեղ դա միայն մերը չի, մենք գիտակցված, հետո մարդկության այս համակարգով միասին, գրքով, գրությունով, տորթի նման ասենք տղեկ ջան, վերցրեք կերեք։ Նոր տարի արեք, ծնունդ արեք, մոմ դրեք, չգիտեմ ինչ ուզում եք արեք, հեսա մենք արդեն պատրաստի հայ ազգը հազարամյակներ պահել է իր ծոցում։ Պատկերացնում ես, որտեղից ոնց է այդ հրաշքը բերել հասցրել մեզ։ Եվ այդ ավետիսը օգոստոսի 11-ին մենք լսելու ենք։ Եվ շուտով կայանալու է ուրեմն հայ մտքի արթնացումը։ Այդ մտքի արթնացումը երբ որ կայացավ, մարդիկ արթնանան առավոտ ժամին, հա, ուրեմն աստղերը կպայծառակերպվեն եւ այդ կապը կվերակապվի, կվերակայվի եւ կգա մարդկության ոսկեդարը։ Հասել է մարդկության ոսկեդարի շրջանը կամ ինչպես Վազգեն Գևորգյանն է ասում, հայոց աստեղային ժամը իր հիմնարկեքը սկսել է։ Շնորհակալություն սիրելի հետևորդներ, հյուրս հնագույն քաղաքակրթությունների անկախ հետազոտող Վազգեն Գևորգյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։